Այս որոշմամբ մենք հաստատում ենք հանրային առողջապահական ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը եւ այն թիրախները, որոնք մենք մեզ համար դնում ենք պահպանելու 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշների առումով եւ իհարկե վարակիչ վտանգավոր հիվանդությունների ուրեմն զրոյական դեպքերը պահպանելու մեր այսօրվա իրավիճակը։ Պարոն վարչապետ, մենք պետք է ասեմ, որ վերջին տարիներին ներդրել ենք նոր նաև պատվաստանյութեր, ուրեմն ներդրել ենք մեր ազգային օրացույցում վերջին սերնդի ավելի համակցված 6-հավալենտ պատվաստանյութեր, որոնք շատ ավելի ուրեմն զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից եւ պիտի նշեմ իհարկե ջրծաղիկի պատվաստանյութը, որը այլևս մեր օրացույցի մաս է կազմում եւ պիտի մի հանգամանքել նշեմ, որ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների եւ նաեւ հանրության մոտ տեղեկատվական դաշտի վրա աշխատանքը իր պտուղները տալիս է եւ մենք այս 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Ես պիտի ասեմ, որ այստեղ նաև որոշակի առումով աշխատանքի ձևաչափի փոփոխությունն է իր պտուղները տալիս, մենք հասկանալով տեղեկատվական նաև ապակողմնորոշման հանգամանքը շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծնողների հետ աշխատանքին, մեր մասնագետների հետ աշխատանքին եւ հասկանում ենք, որ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնելու առումով սա շատ կարեւոր է։ Եվ պիտի ասեմ, որ ջրծաղիկի պատվաստումների առումով մեր նպատակն է, որ մեր երեխաները արդեն կայուն իմունիտետով նաև զորակոչվելուց այս հիվանդացություն առաջացնող եւ աշխատանքներին շատ մեծ խոչընդոտ հանդիսացող ջրծաղիկի ուրեմն հիվանդությունը մենք այլևս Հայաստանում չունենանք ոչ բռնկումներ եւ ոչ էլ դեպքեր։ Ըստ էության, պարոն վարչապետ, մենք նաև Հայաստանում ուրեմն արկայություն ենք ապահովում այլ երկրներ մեր քաղաքացիների ճամփորդության համար անհրաժեշտ պատվաստանյութերի պաշարները եւ դրանք հասանելի են եւ տրամադրում ենք նաեւ միջազգային ձևաչափի սերտիֆիկատներ եւ նշեմ, որ մեր իմունականխարգելման գործընթացները նաեւ թվայնացման մեր առաջին թիրախն էին եւ այս առումով ըստ էության մենք սկսած պլանավորումից, պահեստավորումից եւ արդեն պատվաստումների իրականացման գործընթացից անցել ենք ամբողջական թվայնացման այս շրջափուլը ավարտել ենք, շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան, իսկ մենք դուք ասացիք, որ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում պատվաստման թվերը մեզ հաջողվում է բարձրացնել, իսկ ընդհանուր առմամբ բնակչության շրջանում պատվաստվածների տեսակարար կշռի առումով համաձայն հաստատված ծրագրերի եւ նախագծերի մեզ հաջողվում է առաջընթաց ապահովել, որովհետեւ այո, դա տարօրինակ է եւ հետաքրքիր, բայց այդ հակաքարոզչությունը պատվաստման դեմ դել ինքը տենց անընդհատ ինչ որ աղբյուրներ ունի եւ այդ աղբյուրները, այսինքն անընդհատ ինչ որ ժամանակ ինքը տեսանելի է դառնում եւ պետքա հասկանանք նաեւ այստեղ ինչ անելիքներ ունենք։ Համեցեք։ Այո, պարոն վարչապետ, եւ թիրախային 3 պատվաստումներ ունենք, որոնք 0-ից 1 տարեկան երեխաների համար չեն, դա MPP պատվաստանյութն է, որը մենք իրականացնում ենք 13-ից 16 տարեկան դեռահասներին եւ աղջիկներին եւ տղաներին, որը կանխարգելում է քաղցկեղը եւ պիտի ասեմ, որ սրա մասով էլ 2025 թվականին գրանցել ենք 48% ընդգրկվածություն, համեմատականը 2021 թվականին 10
78%-ի, այսինքն այստեղ էլ բավական առաջընթաց ունենք եւ այստեղ էլ այդ տեղեկատվական անընդհատ խոսելու, աշխատելու, մասնագիտական առումով ներկայացնելու մեր քաղաքացիներին փաստահեն տեղեկատվություն տալիս է իր արդյունքները եւ ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր ընտանեկան բժիշկներին, մանկաբույժներին, որովհետեւ սա նրանց նաեւ աշխատանքի արդյունքն է։ Հաջորդը գրիպի դեմ պատվաստանյութերի ցուցանիշներն են։ Մենք այս տարի պատվաստումները շատ ավելի վաղ ենք սկսել Հայաստանում սեպտեմբեր ամսից արդեն արկա են գրիպի դեմ պատվաստանյութը եւ 200,000 մոտ դեղաչափից արդեն 95%-ի չափը մենք իրականացրել ենք պատվաստումները։ Արդյոք հենց նաև այս հանգամանքն է, որ մեզ օգնում է սեզոնային գրիպի կանխարգելման առումով բռնկումներից չգնալ շատ մեծ ընդլայնված շրջանակների, իհարկե, սա էլ իր դերը խաղում է։ Եվ նորից նշեմ, որ ջրծաղիկի պատվաստանյութը մենք պատվաստումները իրականացնում ենք նախազորակոչային եւ զորակոչային տարիքի նաև մեր քաղաքացիների համար։ Տիկին Ավասյան, ես հիմա հասկացա, որ պատվաստումների հետ կապված որոշակի նաև իմացության եւ ինֆորմացիայի պակաս ունեմ։ Հիմա փաստորեն մեր մոտ պատվաստման ծրագիրը ինչ է, որը նաև հաստատում ենք։ Նախ երեխաներին 1-ից 3 տարեկան երեխաների մասին է խոսքը, այսինքն 3-ից բարձր տարիքի երեխաները էլ պատվաստում չունեն։ Պարոն վարչապետ, սկսում է 0-ից եւ հենց մենք հաստատում ենք ըստ ամեն տարիքի, մենք հաջորդիվել մեծ տարիքի մարդկանց ունենք վերապատվաստման գործընթացներ, այսինքն այս օրացույցը չի սահմանափակվում միայն երեխաների։ Հիմա մենք քանի պատվաստում ունենք։ Ըստ տարիքի շատ տարբեր է, այսինքն հիմա ծրագրում ինչքան են պատվաստում։ 10-ից ավել ձևեր կան։ Երեխայի օրինակով մի հատ փորձենք հասկանալ։ Երեխան ծնվեց, մինչև 3 տարեկան ունի որոշակի պատվաստումներ։ Այո։ Ուրեմն ըստ պատվաստման ժամկետից, ուրեմն մինչև 1 տարեկան նրան իրականացնում են BCG-ի, AKDF, ROTA, պնևմո, ուրեմն VHB այսպես հեպատիտ B-ի պատվաստումները։ Հաջորդիվ արդեն ըստ դեղաչափերի, ըստ տարիքի 1-ից 3, 3-ից 6 տարեկան։ Այդ նույնն են կրկնում, հա, անընդհատ։ Կան, որ նույնը կրկնում ենք երկրորդ դեղաչափի, կան նաև տարիքի այլ պատվաստանյութեր են մտնում ըստ իր տարիքային խմբի կարիքի մեջ։ Իսկ ասենք չափահասների շրջանում սեզոնային գրիպ, սեզոնային գրիպ ըստ ցանկության, որովհետև սկզբունքորեն երեխաներին մենք համարում ենք պարտադիր պատվաստում, չէ՞, բայց մեծահասակներին էլ պարտադիր չէ։ Ունենք մեծահասակների շրջանում պարտադիր պատվաստում։ Չունենք, սեզոնային գրիպն է, լինում է կարմրուկի դեմ 10 տարին մեկ անգամ պատվաստման ունենք այստեղ սահմանված պահանջ եւ կովիդն էլ պարտադիր չի, բայց մենք ապահովում ենք պատվաստանյութ, չէ, այսինքն հիմա օրինակ կովիդ, կարմրուկ, ջրծաղիկ, գրիպ սեզոնային, չափահաս քաղաքացին ինքը կարող է ուղղակի որոշել, որ ես ուզում եմ պատվաստվեի, դիմի իր պոլիկլինիկա, հա, եւ այդ պատվաստումը մենք անվճար ապահովում ենք։ Երեխաներինն էլ անհատական ծրագիր կա եւ միշտ տեղյակ են պահվում ծնողները, որ պատվաստման ժամանակ նա երեխային բերեք կամ ինչ որ ձևով այդ պատվաստումը, այսինքն ըստ էության ստացվում է, որ յուրաքանչյուր երեխա իր անհատական պլանն ունի եւ իր կյանքի ընթացքում այդ անհատական պլանը իրագործվում է եւ առողջապահական համակարգն էլ իրազեկում է ծնողներին։ Այո, եւ այդ օրացույցն էլ կազմվում է թվային, այսինքն երեխայի առաջի օրվանից կազմվում է իր հաջորդական ըստ տարիքի օրացույցով ինչ պատվաստումներ պիտի ստանա, Ներողություն, սա նշանակում է, որ մենք անուն ազգանունով հասցեով գիտենք այն ծնողներին, ովքեր հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստել։ Եվ մենք նաեւ իրենց հետ հատուկ աշխատանք ենք տանում, իրականացնում ենք նաեւ ընդհանուր հանդիպման ժամեր ծնողների հետ, աշխատում ենք ուսուցիչների հետ, եւ սա այս աշխատանքն է, պարոն վարչապետ, որ նաեւ արդյունք է տալիս, որ շատ ծնողներ հարցերին բավարար պատասխան ստանալուց հետո գալիս են եւ երեխաներին պատվաստում են։ Գուցե ավելի շատ ջանք դնենք այդ բաներին, գուցե աշխատաժողովներ կազմակերպենք, այդ թեմայով հրավիրենք մարզերում ծնողներին, բացատրենք, իրանց հարցերին պատասխանենք, մտավախությունները
մտավախություններին պատասխանենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Եվ զորակոչի ընթացքում փաստորեն ջրծաղիկ կամ որոշվում է թե ենթադրենք այդ շրջանում ինչն է ռիսկային կամ ընդհանրապես եւ զորակոչիկների շրջանում նույնպես մենք պատվաստումներ իրականացնում։ Այո, իրենք նախազորակոչային եւ զորակոչիկների համար ունենք հստակ շրջանակ պատվաստումների, որոնք ըստ այդ կարիքի նրանց տրամադրվում են։ Եվ պատվաստանյութերի քանակ եւ որակ Պարոն վարչապետ, ասեմ, որ մենք Հայաստանում կիրառում ենք միայն ԱՀԿ նախավորակավորում ստացած լավագույն պատվաստանյութերը եւ ուզում եմ նշել, որ այս թվային ամբողջական շրջափուլը մեզ նաեւ սառցային շղթայի վերաբերյալ տալիս է ամբողջական տեղեկատվությունը թվային էլեկտրոնային ավտոմատ ձևաչափով, որտեղ պատվաստանյութերի առումով շատ կարևոր է արտադրության որակը, բայց նաև կարևոր է սառցե շղթայի ամբողջական պահպանումը։ Այսինքն թե ինչ ջերմաստիճանի պայմաններում են պահվում յուրաքանչյուրի ստանդարտը իր ջերմային պահանջները ունի եւ մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ, տարածքներ, կարողություններ, որ այդ ամբողջը պահենք, որպեսզի պատվաստանյութի որակի հետ կապված որևէ խնդիր հնդածած չառաջարկի։ Այո։ Եվ ի սկզբանե էլ բնականաբար սերտիֆիկացված որակի սերտիֆիկատներով ապահովված եւ ինչպես ասացիք, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակավորված պատվաստանյութեր ենք օգտագործում։ Շատ լավ։ Խնդրեմ, կան հարցեր, դիտարկումներ։ Չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է,